Բարև ձեզ, Ազատության լրատվականը սկսում է հայագիտական ձայնի Արարատի հաղորդաշարը։ Այսօրվա թեման շատ կարևոր է, խոսելու ենք ազգ-ժողովուրդ հասկացողությունների մասին, ինչ է ազգը, ինչ է ժողովուրդը, որոնք են դրանց տարբերություններն ու նմանությունները։ Թեմայի շուրջ խոսենք պատմաբան Գուրգեն Կարապետյանի հետ միասին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, թեմայի մասին նշեցի եւ կցանկանամ պատասխանեք իմ առաջին հարցին, ինչ է նշանակում ազգ հասկացողությունը, ազգերի ձևավորման համար ինչ նախապայմաններ են հարկավոր եւ երբ են ընդհանրապես սկսել ձևավորվել ազգերը։ Սկզբում նշենք, որ ինչպես եւ ցանկացած գիտություն, այնպես էլ հասարակագիտությունը պետք է ունենար իր կոնկրետ օրենքները, սահմանումները, ինչպես ասենք, ֆիզիկան, երկրաչափությունը, բայց ցավոք սրտի հասարակական գիտություններում իրականում դրանք պակասում են, նույնիսկ ասենք պետություն սահմանումը գոյություն չունի եւ ցանկացած գրքում պետության սահմանման փոխարեն գրվում են այն չափանիշները, որոնք ըստ իրենց պարտադիր է պետության գոյության համար, իսկ իրականում նրա այդ նշածներն էլ նույնիսկ չի կարելի միանշանակ ընդունել, ասենք, գտնում են, որ պետությունը պարտադիր պետք է ունենա դասակարգային բնույթ, պետք է ունենա ճնշող ապարատ, պետությունը պետք է հարկեր հավաքի եւ այլն, բայց ասենք մենք գիտենք, որ եղել են պետություններ, որոնք մեկ կամ մյուսները բացակայել են, այսինքն նույնիսկ այս սահմանման մոտիկությունը կասկածի տակ է թողնում։ Առավել եւս ազգ հասկացողությունը փաստորեն չունի որևէ նորմալ սահման։ Մարքսը, օրինակ, Կարլ Մարքսը տվել է ազգի սահմանում, ավելի ճիշտ բացատրություն, գտնելով, որ ազգերը առաջանում, ձևավորվում են այն ժամանակ, երբ ուրեմն տվյալ էթնոսի առանձին դասակարգերի մոտ ձևավորվում են ընդհանուր շահեր։ Այսինքն, երբ ասենք բանվորը, գյուղացին, բուրժուան լինելով հակադիր դասակարգեր, համենայն դեպս պատմական որևէ ժամանակաշրջանում ընդհանուր շահեր են ձեռք բերում եւ նա գտնում է, որ դա առաջանում է կապիտալիզմի զարգացման վերջին փուլում գաղութացնող պետությունները, ազգերի մասերը սկսում են օգտվել այդ գաղութների բերված շահույթից, որով ձևավորվում են ընդհանուր շահեր։ Եթե ընդունենք նրա տեսակետը, պետք է հաշվի առնենք, որ նաեւ հնագույն շրջաններում եղել են ժամանակաշրջան, երբ ասենք տվյալ էթնոսի առանձին դասերը, դասակարգերը ունեին ընդհանուր շահեր, ասենք հին Հռոմում, չնայած կային սենատորների դաս, հեծյալների դաս, պլեբեյների դաս, սակայն նրանք բոլորը ունեին ընդհանուր շահ, որովհետև Հռոմի թալանից ամեն մեկը իր չափով ուրեմն ստանում էր իր բաժինը։ Այսինքն այդ սա էր երևի պատճառը, որ այժմ ընդունվում է այն տեսակետը, որ փաստորեն ազգերը առաջացել են այն ժամանակաշրջանում, երբ առաջացել են պետություններ, եւ որովհետեւ այդ դեպքում բավականին անհասկանալի է դառնում այժմյան նշած պետությունների առաջացումից առաջ բավականին հզոր արվեստի գործեր, ինչպես ասենք մեր Պորտասարի, ովքեր են կառուցել, որի համար էլ խորհրդային շրջանում մտցվեց այսպիսի մի հասկացություն ազգություն, որը իբր թե էթնոսի ձևավորման մի շրջան է, երբ ուրեմն պետք է սկսի տվյալ ազգի ձևավորում։ Իրականում սա ավելի մեծ խառնաշփոթ է առաջացրել եւ այժմ մենք փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում իրենից ազգությունը, մի էթնոսը մյուսից տարբերելու կարևորագույն չափանիշ է լեզուն, ընդհանուր բնութագիրը, թաբանական տիպը, ընդհանուր ծագումը եւ դրանից բացի մենք կտեսնենք, որ կա նաեւ շատ ավելի կարևոր մի չափանիշ, այն, որ փաստորեն տվյալ էթնիկական խմբավորումը երկար ժամանակաշրջանում միասին ապրելով ստանում է մեկ ամբողջական կենսաբանական համակարգ եւ փաստորեն ձևավորում է իր կենտրոնները, իր ենթաբաժինները, որով ազգը դառնում է ավելի մեծ սոցիալական միավոր, քան ասենք նրա առանձին անհատների ֆիզիկական գումարը։ Պարոն Կարապետյան, երբ որ խոսում ենք ազգի մասին, դրանից չեն կարող տարանջատել ժողովրդին, ժողովուրդը ինչ է իրենից ներկայացնում այս հասկացողության սահմանումը կցանկանամ, որ դուք տաք, ազգ, ժողովուրդ, այս հասկացողությունների նմանություններն ու տարբերությունները որոնք են։
ռուս բավականին հայտնավորվում է, զարգանում, հետո սկսում է նրա անկումը եւ ոչնչացումը, որից հետո տվյալ ազգի առանձին անհատները սկսում են ձևավորել այլ ազգություններ կամ միանալ այլ ազգություններին։ Իրականում սա սոցիալական մեկ այլ, էթնիկական մեկ այլ միավորի բնութագիր է, որը կոչենք ժողովուրդ, որը ի տարբերություն ազգերի, որն ասեցինք կենսաբանական ամբողջական միավոր է, ապա ժողովուրդները դրանք սոցիալական միավոր են, ու տարիքով ավելի մեծերը կհիշեն դեռևս, որ խորհրդային շրջանում մեզ սովորեցնում էին, որ կա խորհրդային ժողովուրդ, եւ դա հաճախ նույնացում էր ռուս էթնոսի հետ, որը իհարկե սխալ է, բայց երբ որ մենք տեսնում ենք, իրականում կարող ենք ասել, որ կար խորհրդային ժողովուրդը, որովհետև խորհրդային միությունում բնակվող տարբեր ազգերը, անկախ նրանից նրանք բռնությամբ են միացվել, թե կամավոր, միևնույն է այդ ժողովուրդների համար կար ընդհանուր լոզունգ պրոլետարներ բոլոր երկրների միացեք, եւ այդ լոզունգի տակ հավաքված մարդիկ փաստորեն կազմում էին խորհրդային ժողովրդի մասերը, ինչպես ասենք այժմ օգտագործում է ամերիկյան ժողովուրդ հասկացողությունը, չնայած գիտենք, որ ԱՄՆ-ի բնակչությունը կազմված է մոնղոլոիդներից, նեգրոիդներից, եվրոպոիդներից, այնպես որ որպես ազգություն բնական է որ չկա, բայց որպես ժողովուրդ, այսինքն տարբեր էթնոսներից կազմված այն մարդիկ, ովքեր ընդունում են ամերիկյան երազանքը, ցանկանում են շատ աշխատել եւ հարստանալ, փաստորեն կազմում են ամերիկյան ժողովուրդը, եւ այս տեսակետից փաստորեն կարող ենք սահմանել, որ ժողովուրդները դրանք այն էթնիկ խմբերն են, որոնք միավորվում են սոցիալական, կրոնական կամ այլ առօրյա խնդիրներ լուծելու համար։ Ինչու նշեցի կրոնական, որովհետև ունենք դրա լավագույն օրինակը հանձինս մովսեսական ժողովրդի, մովսեսականները նույնպես ուրեմն հնագույն շրջանից եղել են, ասենք, հաբեշլարները, նեգրոիդներ, նրանց մեջ կան թուրքական ծագման ժողովուրդներ, ինչպես ասենք խազարները, պեչենեգները, սեմիտներ, նաև որոշ քանակությամբ այժմ, ասենք, մովսեսական կրոնը մեծ տարածում է ստացել այնպիսի մի հեռավոր երկրում, ինչպիսին Ճապոնիան է, այդ մարդիկ առանձնացել են իրականում ճապոնացիներից եւ կազմում են արդեն հրեա ժողովուրդը, այսինքն այն մարդկային խումբը անկախ իր կենսաբանական ծագումից, երբ ընդունում է, որ ինքը ունի պայմանագիր իր Աստծո Յահվայի հետ, եւ ինքը իրավունք չունի պաշտելու այլ Աստծո, իսկ դրա փոխարեն Յահվան պետք է հաջողացնի նրանց գործը, փաստորեն կազմում են հրեա ժողովուրդը։ Այս տեսակետից կոնկրետ կարող ենք նշել, որ ուրեմն ժողովուրդը դա սոցիալական միավոր է, իսկ ազգերը փաստորեն դա կենսաբանական միավորներ են։ Այդ դուք հարցնում եք նաև ուրեմն ազգերի ձևավորման ժամանակաշրջանը, եւ ես ասացի, որ ըստ Գումիլյովի փաստորեն ազգերի փոխարեն եթե դնենք ժողովուրդ, մենք տեսնենք, որ իրականում ժողովուրդները պատմական կարճ ժամանակահատվածում ապրող խմբեր են եւ ասենք դրա լավագույն օրինակ կարող ենք վերցրել անտիկ շրջանի Հունաստան։ Հույն ժողովուրդը արդեն մտել էր իր ձևավորման կարևորագույն փուլերից մեկը, կար ընդհանուր լեզու, ընդհանուր կրոն, բնավորությամբ հարավ եւ հյուսիսը բավականին տարբերվում են, բայց հիմա էլ տարբերվում քարական եւ Սպարտայի ծագմանները, բայց համենայն դեպս արդեն ազգությունը որպես ձևավորում էր, սակայն մենք տեսնում ենք, որ այդ ազգության ներսում ձևավորվել նաեւ Աթենքի ժողովուրդը, որը իր սոցիալական նպատակներով, իղձերով խիստ հակասության մեջ էր, ասենք Սպարտայի հետ, եւ Սպարտայի ժողովուրդը եւ աթենական ժողովուրդը փաստորեն բավականին լարված հարաբերություններ ունեն, որի վերջո հանգեցրեց Պելոպոնեսյան պատերազմին։
կամ ասենք հռոմեական ժողովուրդը ի տարբերություն թնականի կազմված էր տարբեր ծագման մարդկանցից, Հռոմ քաղաքը ընդհանրապես հիմնվել էր տարբեր ծագման 3 ցեղային միություններից, հետագայում էր Հռոմի քաղաքացի, Հռոմի ժողովրդի մաս համարվում էին այն մարդիկ, ովքեր ստանում էին Հռոմի քաղաքացիություն, եւ դրանք կարող էին լինել ինչպես լատիններ, այնպես էլ կարող են լինել այլ ազգի ներկայացուցիչներ, եւ նրանք, ինչպես նշեցին, սոցիալական միավորված են, ունեին ընդհանուր իղձեր եւ նպատակներ։ Դա կարող է տևել 1000 տարի, 700 տարի, 1500 տարի, բայց անպայման պետք է քայքայվեն։ Ազգերի ձևավորման համար անհրաժեշտ է հսկայական ժամանակաշրջան, վերցնենք, ասենք, անգլիական ժողովուրդ, Մեծ Բրիտանիայում ապրել են սկզբնական շրջանում բրիտները, հետագայում բրիտների հետ եկել են կելտերը, հետո դրանից հետո եկել են անգլոսաքսերը, հետո եկել են նորմանները եւ փաստորեն միայն 1066 թվականից էր, որ Վիլհելմ նվաճողի արշավանքից հետո այլևս մեծ խմբեր չեն մտել եւ անհրաժեշտ էր, որպիսի տարբեր լեզվով խոսող, տարբեր բնավորության այդ խմբերը միավորվեին, միաձուլվեին, որպիսի ստեղծվեր ոչ միայն ընդհանուր լեզու, այլ նաեւ ընդհանուր բնավորություն, ընդհանուր մտածելակերպ եւ մենք տեսնում ենք, որ ասենք անգլիացիները մինչեւ այժմ էլ ամբողջական ձևավորված ազգ չեն, այստեղ խոսում են նրա մասին, որ նրանց մեջ նստած է զարնայուն կելտի եւ բավականին ագրեսիվ նորմանու վիկինգի արյունը, Ռուսաստանը մոնղոլական արշավանքներից հետո փաստորեն այնտեղ բնակվում էին, ասեցին, թուրքական ծագման պեչենեգներ, սլավոնական ծագման, վերնախավը նորմաններից էր, կան նաեւ մոնղոլները եւ փաստորեն անհրաժեշտ էր մի հսկայական ժամանակաշրջան, որ այդ տարբեր ծագման, տարբեր նույնիսկ ռասայի մարդիկ միաձուլվեին իրար, սակայն ուրեմն մենք տեսնում ենք, որ Իվանահեղից հատկապես սկսված ռուսական պետությունը սկսում է մտնել ուրիշների տարածքներ, նոր բնակչություն միացնել իրար, որի հետևանքով էլ ռուսները փաստորեն մինչև այժմ էլ չեն ձևավորվել 18-րդ դարի վերջերին ռուսները հայտնի էին որպես բավականին բարձրահասակ բաց մազերով կապույտ աչյա ժողովուրդ 19-րդ դարի երկրորդ կեսից հետո նրանք հիմնականում սկսեցին նմանվել կովկասյան ռասային, իսկ այժմ, ասենք, ռուսների մեջ սկսում է թափանցել մեծ քանակությամբ նեգրոիդների արյուն, չինական արյուն եւ նորից մարտաբանական տիպը խիստ փոփոխման է ենթարկվում, այնպես որ խոսել այդի որպես ռուսները որպես էթնիկ միավոր չի կարելի, բայց իհարկե ռուսները ժողովուրդ են, որ ունեն իրենց առօրյա սոցիալական խնդիրները, նաեւ իրենց տեղը համաշխարհային պատմության մեջ։ Պարոն Կարապետյան, հայ ազգի ձևավորումը երբ է տեղի ունեցել եւ արդյոք մենք էլ մնացած ազգերի նման որոշակի ժամանակ ենք պահանջում, որպեսզի ամբողջությամբ անցնենք այդ ձևավորման գործընթացը։ Հայ ազգի ձևավորումը իրերից խիստ տարբերում է ընդհանրապես մյուս ազգերից։ Առաջին հերթին մենք խոսել ենք այն մասին, որ հայկական լեռնաշխարհը այն տարածքն է, որտեղ ձևավորվել է իրական բանական Homo sapiens տեսակի մարդը եւ փաստորեն այստեղից դուրս գալով եւ որոշ տարածքներում խառնվելով հյուսիսային եւ հարավային նեանդերթալցիներին, նաեւ սինանթրոպին, փաստորեն ձևավորվել են այժմյան ռասաները եւ այս տեսակետից մենք անմիջապես կարող ենք ասել, որ հայ ազգը նաեւ նախաազգն է կամ նախահինքն է բոլոր ազգերի, սա առաջին, եւ երկրորդ, որ փաստորեն հայերի ծագումը, հայերի ձևավորումը սկսվել է հենց մարդու ձևավորման հետ միաժամանակ, բայց ասենք հայ ազգի ձևավորումը ունեցել է իր փուլերը, որն իմիջիայլոց գենետիկորեն ապացուցվում է բավականին հետաքրքիր եւ այդ փուլերը նաեւ համապատասխանում են գենետիկային, որի համար ես խորհուրդ կտայի կարդալ ինչ են պատմում մեր գեները աշխատությունը, որ ձևավորվել Homo sapiens-ը։ Երկրորդ փուլը փաստորեն նշվում է 9-րդ հազարամյակ
երբ ուրեմն հայկական լեռնաշխարհի առանձին մասերում ձևավորվում են տեղական առանձնահատկությունները, փաստորեն սա համապատասխանում է այն շրջանին, երբ ուրեմն հայկական լեռնաշխարհի կտրտվածության հետևանքով ձևավորվեցին մեր նշած 4 ցեղային տարածքային միավորները, որոնք բոլորն իրենց ուրեմն գենետիկայով հայկական են, սակայն ունեն նաև տեղական առանձնահատկություններ, անձինս ասացինք հայերի, արմենների, արարորդիների եւ հուրիների, եւ սա էլ ուրեմն գենետիկայով ապացվում է եւ փաստորեն վերջին փուլը պետք է համարել, երբ փաստորեն միակ ազգը, որի ձևավորումը ամբողջությամբ ավարտված դա հայ ազգն է եւ դա ավարտվում է այն ժամանակ, երբ ամենամեծ մարդաբանական խումբը առանձնանում է հայերից, դա փաստորեն տեղի ունեցել 7-րդ դար Քրիստոսից առաջ, երբ Պարսկաստանում բնակվող պարսիկները եւ մարերը առանձնացան մեզանից եւ սկսեցին ձևավորվել որպես առանձին ազգ, եւ սա է պատճառը, որ սանսկրիտի մասնագետները կամ պարսկերենի հին Պարսկաստանի մշակույթի ուսումնասիրողները նշում են, որ պարսկական սուրբ գիրքը Ավեստան, ինչպես նաև հնդկական սանսկրիտը շատ ավելի մոտ է հայերեն լեզվին, քան ասենք հինդուսերենին կամ պարսկերենին, որովհետև փաստորեն այդ ստեղծագործությունները գրվել են այն ժամանակաշրջանում, երբ ուրեմն փաստորեն ասենք պարսուան, պարսիկները կազմում էին հայերի մի մասը, մեր հուրիների մի մասը։ Այդ դրանից հետո փաստորեն հայը իր բնավորությամբ, իր մտածելակերպով փաստորեն պահպանվել է նույնը, չենք խոսում այն մասին, որ վերին շերտով դարերի ընթացքում դրսից բերված կամ ասենք պետականության կորստի հետևանքով որոշակի վատ գծեր ոչ ամրացված կան հայերի մոտ, բայց մենք տեսնում ենք, որ երբ ուրեմն առաջանում են լուրջ խնդիրներ դրված մարտահրավեր է առաջադրվում ազգի առաջ, հայերը անմիջապես կարողանում են մոռանալ իրենց այդ ձեռք բերված վատ գծերը եւ դուրս է գալիս հայերի մաքուր գենետիկան, որը փաստորեն կարելի է ասել ամենակիչը 9000 տարի ամբողջությամբ կայուն մնացել է, բայց սկսվել է, ասեցինք, ամենաուշը 50000 տարի առաջ։ Անպատճառ ազգը խիստ կապված է հայրենիքի հասկացողության հետ, ընդհանրապես սկսենք նրանից, որ ցանկացած երկրաչափական պատկեր ունի իր էներգետիկ ինֆորմացիոն դաշտը, հա, բոլորին է հայտնի, որ բուրգը ստեղծում է իր ներսում այնպիսի պայմաններ, որ ասենք ջուրը չի հոտում, միսը չի նեխում, կամ թե չի ասենք կիսագնդաձև տարածքները պահպանում են ավելի կայուն բնակլիմայական պայմաններ, ասենք որի համար էլ մեր եկեղեցիները, որոնք ունեն այդպիսի գմբեթային ներսում կառույց, օգտագործվել են որպես գրքի պահոցներ, ալտենադարաններ եւ ամենահետաքրքիրն ինչը, որ ինձ թվում է անպայման մեր մատենադարանի շենքի կառուցող ճարտարապետը շատ լավ իմացել է դա եւ գիտենք, որ մատենադարանը դրսից ունի ուրեմն քառակուսու տեսք, բայց իրականում ներսից ունի գմբեթաձև կառույց, որը լավագույն պայմաններ է ստեղծում գրքերի պահպանման համար, որովհետեւ կոնավության եւ ջերմաստիճան տատանումը հասնում է մինիմալ աստիճանի։ Նույն սկզբունքով էլ ուրեմն տարածքները ստեղծում են իրենց էներգետիկ ինֆորմացիոն դաշտերը, ինչպես եւ ասենք ցանկացած կենթանու պոպուլյացիա, տեսակ, խումբ աշխատում է ունենալ ավելի մեծ տարածքներ, կերի բազա, սակայն ուրեմն կա ինչ որ քանակ, երբ դրանից ավելանում է տարածքը, փաստորեն տվյալ խումբը կարող է խառնվել այլ խմբերի հետ եւ ուրեմն կորցնել իր որակական հատկությունները, նույն սկզբունքով էլ փաստորեն մարդիկ ամեն մի ազգ եւ ամեն մի ժողովուրդ ձևավորման շրջանում փորձել է ավելի մեծ տարածքներ նվաճել, հիմնականում ձևավորված ազգերի մոտ հանգեցրել է նրան, որ հիմնականում բնական ուրեմն սահմանների մեջ տվյալ ազգը հաստատվել է եւ ուրեմն ձևավորել է իր հայրենիքը, դրա հակառակ օրինակ արաբները, որոնք ուրեմն
սարսափելի մեծ գրավումներ արեցին, հետո պարզվեց, որ նույնիսկ ամբողջ արաբ ժողովուրդը բավական չէ բանակ պահելու համար, որի հետևանքով սկսեց ուրեմն արաբական խալիֆայությունը մեծ տեղ գրավել վարձկան բանակը, որոնք հիմնականում թուրքեր էին, եւ դա պատճառ դարձավ, որ արաբները ոչ թե կորցրեցին այդ տարածքները, այլ կորցրեցին ընդհանրապես իրենց պետականություն, անկախությունը եւ ընկան նույն թուրքերի գերիշխանության տակ։ Դրանից բացի նաեւ մենք տեսնում ենք մի շատ հետաքրքիր երևույթ, որ արաբները տարբեր երկրներում ունեն տարբեր բավականին իրարից տարբեր բնույթներ, բնավորության գծեր, որը նորից կապված է տվյալ տարածքի ինֆորմացիոն էներգետիկ դաշտերի ազդեցությունից։ Բերեմ երկու հետաքրքիր խիստ իրար հակասող օրինակ արաբների վերաբերյալ։ Տեսեք, արաբները մոտապես նույն ժամանակ միջագետք եւ մտան Իսպանիա։ Արաբները միջագետքում փորձեցին ամեն գնով պահպանել այդ բերի տարածքները եւ խալիֆները հրամանի վրա էին տալիս կառուցել ջրանցքներ, ոռոգել, բայց ընդամենը 50-60 տարվա ընթացքում հաստորեն այդ տարածքները սկսեցին անապատանալ։ Զուր չէ, որ 8-րդ դարերում կար ասացված, որ արաբները իրենց ուխտերի ձերի հետ ասորիկ եւ միջագետ բերել են նաեւ իրենց անապատը, որտեւ այդտեղ եկած արաբների վրա ազդում էր ընդհանուր արաբական թերակղզու եւ ընդհանուր արաբների մեր ասած ինֆորմացիոն դաշտը։ Իսկ մենք տեսնում ենք, որ Իսպանիա տեղափոխված արաբները, որոնք կարճ ժամանակից հետո փաստորեն կտրվեցին արաբական խալիֆայությունից եւ կարճ ժամանակ հատվածից հետո հակառակը տեղի ուրեմն տարածքի ինֆորմացիոն դաշտերի ազդեցության տակ իրենք փոխվեցին եւ փաստորեն դարձան ամբողջ Եվրոպայի ամենալավ հողագործները, իսկ հետագայում էլ փաստորեն խառնվելով ոչ սեմական, ոչ արաբական ժողովուրդներին ինտերեսին իսպանական ժողովրդին։ Սկզբունքը ցույց է տալիս այդ կապը տվյալ էթնոսի եւ տվյալ տարածքի միջև։ Կարևոր է նշել նաեւ, որ մեր նշած հայրենիքները փաստորեն ունեն իրենց ավելի ակտիվ եւ пассив տարածքները։ Գիտենք, որ հին տաճարները բոլորը կառուցվել են ակտիվ տարածքներում եւ հետաքրքիր է, որ Ղևոն Դալիշյանը խոսելով ռուսերեն բոգ բառի մասին նշում է, որ բոգ բառը, որ այժմ նշանակում է գերագույն աստված, ցակ հայերեն բակ բառից, որովհետեւ սկզբնական շրջանում այդ տարածքը տաճարի շրջակայքը փաստորեն այդ ակտիվ դաշտն է եւ այդ բակը կոչվում էր տան կամ սրբազան տարածքի մասը, որտեղից գտնում էին, որ ավելի հեշտությամբ կարելի է կապել գերագույն էակների հետ։ Նույն սկզբունքով էլ երբ քրիստոնեությունը մտավ Հայաստան, սկզբնական շրջանում լավ իմանալով այդ սկզբունքը եկեղեցիները կառուցում էին տաճարների տեղում, իսկ այժմ փաստորեն պատահական վայրերում հիմնված եկեղեցիները իրականում չունեն որևէ նշանակություն, որովհետև դրանք ակտիվ տարածքներ չեն, նաև նույնիսկ կան եկեղեցիներ, որոնք կառուցված են բացասական դաշտերում, ոչ թե օգուտ չի տալ, կարող է խիստ վնաս տալ այդ տարածքներում գտնվողներին ցանկացած մարդու խորհուրդ կտամ եկեղեցի մտնելիս փակվել ինքն իր մեջ, փորձել կապվել տիեզերական ուժերի հետ եւ ինքը շատ արագ կարող է զգալ այդ տարածքը իրականում սրբազան տարածք է, թե պատահական շինություն է ինքը մտել եւ որևէ նշանակություն չունի իր կամ հասարակության համար։ Մեր նշած այդ դաշտերը, կետերը ստեղծում են ավելի մեծ, ուրեմն տարածքներ, ասեն որ Հայաստանը կան այդպիսի ընդհանուր տարածքներ, որոնք իրար մեջ բաժանում են ամբողջ հայկական լեռնաշխարհը։ Քուրարաքսյան տարածքը նվիրված է եղել ուրեմն տիեզերական 7-ին, Էին, Աստծուն եւ այնտեղ աստորեն կառուցված տաճարներ, ինչպես ասեմ, ներկառնու տաճարներ նվիրված էր այդ Աստծուն, Էին, հետաքրքիր որ Ղևոն Դալիշյանը հին հայերի հավատը գրքում խոսելով տարածքների մասին նշում է, որ այս տարածքի մեջ է մտել նաև Բաքու, իր շրջապատող տեղ կառուցվել է 7 փորանի եկեղեցիներ, այսինքն եղել են 7
ուրեմն տաճարներ, որոնք ուրեմն օգտագործվում էին որպես անշեջ կրակ, ստորգետնյա գազերը, որոնք ուրեմն դուրս էին գալիս եւ այրվում 7-ին նվիրված տաճարներ են եղել Արարատյան դաշտում, նաեւ Ատրպատականում, որի հենց անունը Աթր, որ նշանակում է կրակ եւ պատող, պատված։ Մյուսը փաստորեն Իննակնին գտնվել է Արածանու գետի ափին, նրա մասին գրում է Զենոբե Գլակը, նույնիսկ չիմանալով, որ Իննակնիդ հայերեն բառ է եւ նշում է, որ պարսիկներն ու հնդիկները նույնպես այս տարածքը կոչում են Իննակնի եւ այնտեղ կառուցվեց Սուրբ Կարապետի եկեղեցին, բայց իր այդ սրբությունը մնաց եւ ասենք ամբողջ արևմտյան հայերի մոտ կար երթմանձև Մշո Սուրբ տան Սուրբ Կարապետ արտահայտությունը, որը կապված էր այդ տարածքի սրբության հետ, համարվում է, որ այս տարածքից կարելի է կապվել տիեզերական կանոնավոր դաշտի Արայի հետ եւ այդ 8 հագնին փաստորեն այն ինֆորմացիան էր, որը գալիս էր Արայից, որի համար էլ այն կոչվում էր Արամաստ, որ նշանակում է ար, գեղեն ամբողջական աստ, սրբազան լուր եւ պատահական չէ, որ նրա կենտրոնը գտնվում էր Երզնկայում, որ նշանակում է էր, ար, զենք, զայն եւ կա, կամ կոչվում էր նաեւ Էրիս, որ նորից էր եւ Իս սահման, որը բոլորն էլ խոսում են այդ Արայի սահման, Արայի ուրեմն լուր եւ այլն։ Այդ հետաքրքիրն այն է, որ մեր նշած ուրեմն այդ տարածքները 7 հագնի, 8 հագնի նակնին գտնվում են Արաքս, արևելյան եւ արևմտյան եփրատների ափին, որոնք իրենց վտակներով սկսվում են Բյուրակնից, որը փաստորեն նույն տրամաբանությամբ կարելի է բացատրել Բյուր 100,000 են կոչում դա նաեւ, բայց կարող եք նշանակել նաեւ այն նշանակում է ամենաշատ, այսինքն բացարձակ, այսինքն բացարձակի ակ, այսինքն բացարձակի հետ կապվելով այս դաշտերի ազդեցությունն է, որի իման վրա մեր բարակայում հայերի, իսկ մնացած հայրենիքների ինֆորմացիոն դաշտերի վրա ձևավորվում են տվյալ ազգերը եւ այդ ազգերի բնավորությունը կապ ունի ոչ միայն ֆիզիկական այդ լանդշաֆտի հետ, այսինքն ֆիզիկական պայմանների, այլ նաեւ այն դաշտերի, որոնցում ձևավորվում են այդ ժողովուրդները, հնուց հայտնի էր, որ ուրեմն ողջ Եվրազիայի համար կա կարևորագույն այդպիսի դաշտեր, ու հայկական լեռնաշխարհը համարվել է բացարձակի դաշտը, իսկ Մասիսը մենք դրա մասին խոսել ենք, համարվել է ալեհավաքը, որ տիեզերական ինֆորմացիան գալիս է Մասիս, տեղափոխվում Բյուրակն, այնտեղից մեր նշած 7 հագնի 8 հագնի նակնիները, բայց նաև կարևորագույն ուրեմն ինֆորմացիոն կենտրոն է եղել Բալկանյան թերակղզին, որի ազդեցության տակ էլ ձևավորվել են Բալկանյան ժողովուրդները եւ պատահական չէ, որ եթե չեմ սխալվում, այդ մասին ասել ենք, Չերչիլն ասում էր, որ Բալկանյան թերակղզին Եվրոպայի փորատակն է, այսինքն ինչ որ սպասվում է Եվրոպայում, սկզբում լինելու է Բալկանյան թերակղզում, մյուսը Երուսաղեմ, ավելի ճիշտ կարելի ասել Պաղեստին մինչև Եգիպտոս, ի տարբերություն Բալկանների հակառակ բևեռն է, եթե Բալկանները այդ կյանքի գովերքման, ապա այս տարածքը եղել է հակասությունների բևեռ, որի համար այստեղ ասենք ձևավորված բոլոր կրոնների հիմքում դրված է հակասությունները, եթե դա չես ընդունում, ուրեմն դու սխալ ես, մեկն էլ ընդունում է, որ ինքն է ճիշտ, մյուսն է սխալ, ասենք մուսուլմանությունը, քրիստոնեությունը շատ նման գաղափարներ ունեն, բայց գիտեք ինչ, մեծ թշնաման կա այդ կրոնների մեջ, նույնիսկ քրիստոնեության տարբեր ճյուղերը, որքան շատ են ատում մեկը մյուսին, եւ երրորդը փաստորեն չեզոքության ինֆորմացիոն դաշտն է, Տիբեթը, որում էլ ասենք ձևավորված կրոններում խիստ բացակայում է կյանքի նկատմամբ իրենց վերաբերմունք եւ ասենք այդ կրոնները հիմնականում քարոզում են հրաժարվումը եւ նիրվային միանալը, որը նույնիսկ խոսում է դրա մասին։ Հենց այս դաշտերի ազդեցության տակ էլ փաստորեն ասենք, որ ձևավորվում են առանձին ազգերը իրենց բնավորությամբ եւ նորից եմ ուզում ասել, որ ազգը կենսաբանական մի ամբողջություն է, շատ ավելի բարձր է, քան ֆիզիկական նրա անհատների ընդհանուր գումարը։
Այսօր մեր առջև ծառացել է մի մեծ խնդիր, հային փորձում են դարձնել ժողովուրդ, ինչպիսի վտանգներ ակնկալենք սրանից եւ արդյոք մենք կարող ենք խուսափել այս երևույթից։ Ասենք որ գլխավորը տվյալ ազգը ձևավորվում է այդ դաշտերի ազդեցության տակ, բայց իհարկե նաև ազգի ձևավորման վրա ազդում է նրա պատմական անցած ուղին եւ մեր պատմական անցած ուղին նորից խիստ տարբերվում է մնացած ազգերի, հատկապես եվրոպացիների անցած ուղուց։ Դենք որ Եվրոպայի ամբողջ պատմությունը դա դասակարգային պայքարի պատմությունն է, երբ ասենք ստրուկների ապստամբությունը, հետո ճորճուղացիների ապստամբություն, հետո բանվորների պայքար իրենց իրավունքների համար, որի հետևանքով էլ նրանք որպես սոցիալական միավոր ձևավորվել են բավականին ամուր, ձևավորվել են իրենց կուսակցությունների համակարգը եւ ասենք կուսակցությունների միջոցով կարողացել են պաշտպանել իրենց շահերը եւ աստորեն ժողովրդի ներսում ձևավորվել է որոշակի կայունություն եւ հավասարություն։ Մեր պարագայում փաստորեն, որովհետեւ գիտեք, հայոց պատմության մեջ չեն առաջացել դասակարգեր եւ չկար դասակարգային պայքար, իսկ հիմնականում մեր ազգը ստիպված եղել միավորված, ասենք պայքարել դրսի ուժերի դեմ, սրա հետևանքով մենք փաստորեն որպես ժողովուրդ, եթե չասեմ ընդհանրապես չենք ձևավորվել, ապա շատ վատ ենք ձևավորվել եւ մեր մոտ չկա ոչ միավորված սոցիալական պայքարի փորձ, չկան դրա համար բնական լուրջ առաջացած կուսակցություններ, մենք տեսնում ենք, որ ժողովուրդը ուրեմն բավականին հավատացել վստահել է, ինչպես ասենք արմենականներին, այնպես էլ հնչակյաններին, դաշնակցականներին, եւ դրա միակ պատճառն այն էր, որ նրանք առաջին կետում դնում էին ազգային խնդիր։ Հայաստանի ազատագրումը, Միացյալ անկախ Հայաստանի ստեղծում, որը ազգային խնդիր էր եւ ժողովուրդը հավատում էր այդ կուսակցություններին, բայց այդ երկրորդ փուլում, երբ ասենք հնչակյան եւ դաշնակցական կուսակցությունը խոսում էր սոցիալիզմի մասին, ինչ-որ դասակարգային խնդիրների լուծման մասին, հայ ժողովուրդը դրանք չէր հասկանում եւ աստորեն այդ կուսակցությունները նույնպես ի վերջո կրախի մատնվեցին, որովհետեւ չունեին հիմք հայ ազգի մեջ։ Այսինքն մեր առաջացած կուսակցությունները ընդհանրապես թյուրիմացություն են, որովհետեւ նրանք արհեստականորեն բերել են եվրոպական ինչ-որ լոզունգներ, սոցիալական խնդիրներ, որոնք խորթ են հայ ազգին, իսկ ասենք ժողովուրդը չի ձևավորվել եւ աստորեն կուսակցությունները դարձել են պարզապես մարդկային խմբեր, որոնց նպատակն է իշխանությունը վերցնել եւ վերաբաշխել կուտակված հարստությունը ուրիշ ոչ բան եւ ասեմ որ այժմ դրա բոլոր նշանները կան, գալիս է պատմական մի ժամանակաշրջան, որ սոցիալական հարցերը, որոնք վերջին 3500 տարին, նույնիսկ 4000, ուրեմն առաջնային էին դարձել եւ որի համար էլ գլխավոր ուժը ժողովուրդներն էին, այժմ ուրեմն սկսվում է փոփոխություններ, երբ ուրեմն սոցիալական հարցերը դառնալու են երկրորդական եւ առաջին պլան են, այսպես կոչված համաէթնոսյան խնդիրները եւ փաստորեն ազգերը սկսում են ավելի մեծ նշանակություն ձեռք բերել, քան ժողովուրդները, որի համար տեսնում ենք, որ ասենք այնպիսի ազգեր, որոնց համարում են արդեն մեռած, ինչպես ասենք ուելսիները, որոնք մոռացել են ընդհանրապես իրանց լեզուն, ձուլվել են, հիմա փաստորեն պայքարում են անկախության համար, կամ ասենք կորսիկացիները, ու չեմ խոսում ասենք բասկերի կամ շոտլանդացիների մասին, նրանց որոնք փաստորեն թվում էր թե վերացել են, բայց հիմա նրանք երկրորդ շնչառություն են ստացել, սկսում են պայքարել իրենց վերահաստատման համար, սա խոսում է ազգերի մասին, որի հետևանքով էլ Եվրոպայում նույնպես կուսակցություններ, որոնք ասի բնական էին ձևավորվել, հիմա մեռնում են, ասենք ոչ մի իրական տարբերություն չկա սոցիալ-դեմոկրատների կամ թե չէ քրիստոնյա դեմոկրատների մեջ կամ ամերիկյան հանրապետականների եւ դեմոկրատների մեջ, որի համար ասենք Չերչիլը եթե չեմ սխալվում 7 անգամ փոխել է իր կուսակցությունը, որովհետև չկա ոչ գաղափարական ոչ բան տարբերություն այդ կուսակցությունների միջև։ Այս պայմաններում փաստորեն մենք սա շատ լավ պետք է հասկանանք, մեզ համար դարձնենք կարևոր օրենք։ Եթե մենք մեզ մոտենում ենք որպես ժողովրդի,
նշանակում է մենք բաց ենք թողելու պատմական կարևորագույն պահը։ Ես միշտ սիրել եմ մեջ բերել Ալիսյան հրաշքների աշխարհում, այնտեղ կա մի այսպիսի դարձված կերպ, Ալիսյան նստած է գնացքում եւ գնացքը շարժվում է, բայց Ալիսյան նկատում է, որ իրենք չեն շարժվում։ Ասում է, բայց ո՞նց է գնացքը շարժվում է, բայց մենք գնացքով նույն տեղում ենք մնացած եւ իրան պատասխանում են, որպեսզի նույն տեղում մնաս, պետք է շարժվես։ Իսկ առաջ գնալու համար դու պետք է շատ ավելի արագ գնաս։ Եվ հիմա պատկերացրեք, մենք ասենք, որ որպես ժողովուրդ դեռևս չենք ձևարի, շատ լավ կլիներ, եթե մենք որպես ժողովուրդ իրականում որպես սոցիալական ամբողջություն միանանք եւ կարողանանք միասին պայքարել, ասենք, սոցիալական անարդարությունների դեմ, բայց եթե հիմա մենք փորձենք հասնել Եվրոպային, այսինքն ձևավորենք հայ ժողովրդին, նշանակում է պետք է սպասենք եւս մի 200-300 տարի, նաեւ պետք է արյունահեղությունների միջով անցնենք, հայ բանվորը պետք է թափի արյունը հայ բուրժուայի գյուղացին, որ կարողանանք ձևավորվել։ Նշանակի մենք արդեն գոյություն չենք ունենա, բայց երբ որ մենք մեր առջև դնենք ազգային խնդիրներ, այսինքն այն խնդիրները, որոնք պետք է լուծի ազգը, ինչպես ասենք 1903 թվականին, ուրեմն հայերը բաժանված էին Ռուսաստանի, Պարսկաստանի, Թուրքիայի միջև եւ համարում են ամենահավատարիմ ժողովուրդները, որովհետեւ չէին պահանջում հարկերի չեցում, այսինքն սոցիալական հարցեր չէին դնում, բայց երբ որ 3 թվականին Սարի հրամանով հայկական եկեղեցիները փակվեցին, հայ գյուղացին, որը նույնիսկ կրթություն էլ չուներ, հասկացավ, որ դա ուղղված է իր երեխաների կրթությանը, որովհետեւ վճարում էր եկեղեցին իր ունեցվածքից եւ ամբողջ հայությունը դա հասկանալով միավորվեց եւ ամբողջ Կովկասում սկսեց պայքար ցարական իշխանությունների դեմ, ասենք, գիտեք, Լորիում 1000 գյուղացի ընդամենը որսորդական հրացանով մի քանի օր դիմադրում էր կազակության եւ կանոնավոր զորքերին եւ ցարը ստիպված եղավ իր իսկ հրամանը հետ վերցնել։ Կամ բոլորն են հիշում Ղարաբաղյան շարժումը, եթե վերցնենք իրականում ոչ շատ մեծ խնդիր ամբողջ ազգի համար, սակայն այդ խնդիրը կարողացավ միավորել ամբողջ հայությանը միասնական եւ փաստորեն, եթե մենք կարողանանք մեր առջև դնել այդ այնց ազգային խնդիրներ, մենք կարողանանք միավորել ամբողջ հայությանը եւ ուրեմն չեն լինի խնդիրներ չլուծված, այդ կողմից ասեմ ձեզ նաեւ, որ երբ տվյալ ազգը ապրում է իրեն ոչ բնական պայմաններում, նույնիսկ նրա լավագույն գծերը կարող են դրա դեմ գործել, ասենք ազգերը կամ ավելի ճիշտ կարելի ասել էթնիկական խմբերը հիմնականում լինում են անհատականներ եւ հոտային մտածելակերպ ունեցողներ, հայերից շատերը նախանձով են նայում, թե ինչպես ասենք մուսուլմանական աշխարհում, ասենք իրենց կրոնական առաջնորդը կամ շեյխը կամ ասենք մեկը որևէ բան ասում, որ 100,000-ներով գնում են նրա հետևից եւ դրանից հետո ասում են, այ տեսեք, մենք լավը չենք։ Ամեն հայ ուզում է գեներալ դառնալ, ամեն հայ ուզում է թագավոր դառնալ։ Եվ ես միշտ եմ ասել, ու նորից եմ ասում, դա շատ լավ է։ Եվ գերազանց է, որ ամեն հայ ուզում է գեներալ թագավոր դառնալ, բայց այդ պայմաններում, երբ մենք ունենանք ազգային մեծ նպատակ, հավատացեք, տասնյակ միլիոնավոր գեներալներ կմիավորվեն եւ այլևս հնարավոր չի լինի նրանց կասեցնել ամեն մի համակարգ, ազգը ասենք բնական համակարգ է, ունի իր ստորին մասերը, խմբերը եւ մենք տեսնում ենք, որ դրա մասին միջալոց անդրադարձել են նաեւ Գարեգին Նեժդեն, որ հայ ազգը նույնպես ունի ինքը նշում է 3 ուրեմն մաս, հանձինս ժողովրդի նյութական մասի, որը պետք է ստեղծի նյութական բարիքներ, երկրորդը այսպես կոչված ազգն է, որը կրում է տվյալ էթնոսի ազգի կարևորագույն գծերը եւ պատասխանատու է ժողովրդի դաստիարակության համար եւ իր խոսքով ասած ցեղը, որը չի մտածում երկար եւ ամեն պահի պատրաստ է հանուն
իր ազգային խնդիրների լուծման նաև զոհաբերել ինքը իրեն, սա բացարձակ ճշմարտություն է, որովհետև նաև համապատասխանում է Երաշտյան համակարգին, որ ամեն մի սիստեմից համակարգ պետք է ունենա Երաշտյան համակարգ, սակայն իրականում կա նաև չորրորդը, որով պայմանավորված է ազգի ավելի արագ զարգացումը, որովհետև Նեժդեի ասած ցեղը պայմանականորեն կարելի է բաժանել այսպես կոչված խենթերի, սրանք այն մասն են, որոնք ուրեմն վտանգի պահին պատրաստ են գնալ ինքնազոհաբերման, գնալ կռվելու, որը մենք տեսանք Ղարաբաղյան շարժման ժամանակ։ Բայց այն նշած խենթերը փաստորեն խաղաղության ժամանակ կորցնում են իրենց զգոնությունը եւ փաստորեն շատ քիչ են տարբերվում ոչ միայն ազգից, նույնիսկ կարող են չտարբերվել ժողովրդից եւ մենք տեսել ենք հիմա մեր աչքի առաջ թե ինչպես լավագույն կռվողներ, շատ բան անողներ այժմ բավականին կարելի ասել ունեն կասկածելի բնավորություն։ Այդ ցեղի երկրորդ մասին, որին պայմանականորեն կոչենք ճոճացտու, դրանք այն փոքրաթիվ անհատներն են, որոնք փաստորեն ամեն պահի կարողանում են գտնել ճակատ եւ պայքար մղել ազգի համար, ու դրանք կարող են նույնիսկ 100-ամյակներով ծնվել, մեկը երկուսը, բայց փաստորեն դրանք կարողանում են փոխել ամբողջ ազգի ուրեմն զարգացումը եւ առաջ մղել նրան, ասեմ որ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին մենք բախտ ունեցել ենք ունենալ միանգամից 3-ին այդպիսի հանցինս Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի եւ Գարեգին Նեժդեի, որոնք հսկայական ուրեմն քայլեր կատարեցին ոչ միայն հայության, այլ ընդհանրապես համաշխարհային մակարդակում ամեն մեկն իր աշճանում, սակայն ցավոք սրտի իմ ասած երկրորդ աստիճանը ազգը, որը պետք է կրի եւ ազգային արժեքները փոխանցի ժողովրդին, չափից դուրս թույլ էր, հիմա էլ չափից դուրս թույլ է, որի հետևանքով այս երեք հսկաների գործունեությունը փաստորեն չունեցավ իր վերջնական լավագույն ուրեմն արդյունքները, ասենք Նեժդեի միջոցով պահպանվեց մեր տարածքը, Հովհաննես Թումանյանի միջոցով հայությունը գոնե ավելի շատ սիրեց իր բնությունը, Կոմիտասը ծանոթացավ իր հոգևոր երաժշտությանը, բայց նրանց կատարածը շատ ավելի մեծ էր եւ կարող էր հայ ազգը շատ ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ, եթե մեր նշած արդեն 4 ուրեմն աստիճանները կարողանային միասին համագործակցել, բայց եկել են պահը, որ պետք է անել դա, թե չէ մենք էլ շատ ցավալի է, բայց կարող ենք գրվել այն մյուս ազգերի ցուցակում, որոնք արդեն շատ վաղուց վերացել են երկրի վրա ու չկան։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, սիրելիներս, այսօր այսքան հիշեցնեմ, որ մենք խոսում ենք ազգ ժողովուրդ հասկացողությունների մասին, հաջողություն կհանդիպենք։